Թող բոլոր եղբայր քույրերին Տեր օրհնի այս օրերին Աստծո սիրո մեջ մնան, Աստծո հավատքի մեջ մնան։ Մենք պետք է փառք տանք Աստծուն, որ մենք Աստված ունենք։ Այսօր շատ մարդիկ երկրագնդի վրա Աստված չունեն, հայր չունեն, Տեր չունեն, թագավոր չունեն, նրանք որբ ու անտեր են, բայց փառք Տիրոջը, մենք որբ չենք, մենք անտեր չենք, մենք կորած մոլորված չենք, մենք կենդանի հույս ունենք եւ մեր հույսը Աստված է։ Դրա համար Աստվածաշունչ Մատթեանում Աստված մեզ հորդորում է, որպեսզի մենք ունենանք կենդանի հույս Աստծո վրա։ Աստծո խոսքի համաձայն կարծում եմ մեր բոլորի հոգևոր շինության համար Տիտոս 2-րդ գլուխ 11, 12, 13 համարներ։ Տիտոս 2-րդ գլուխ 11, 12, 13 համարները։ Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևցավ։ Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևցավ, որ մեզ կխրատե ամբարիշտություն, աշխարհային ցանկություն ուրանանք, զգաստությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրինք այս աշխարհի մեջ ու սպասենք այն երջանիկ հույսին, մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքին հայտնվելուն, որ իր անձը մեզի համար տվավ, որպեսզի մեզ ամեն առությունեն ազատե, մաքրե, սեփական ժողովուրդ է բարի գործեր նախանձավոր, այս բաները խոսե, հորդորե, հանդիմանե բոլորին, սաստրով չլա, որ մեկը քեզ անարգե։ Հիմնական շեշտը ուզում եմ դրածել հետևյալ մտքի վրա, եղբայրս, քույրերս, որպեսզի ավելի առաջանանք Աստծո շնորհքի մեջ, քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևցավ։ Այդ փրկարար շնորհքը մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ Երկրորդ Կորինթացիս 8:9, քանզի դու գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, թե ինքը մեզ համար աղքատ եղավ, ան որ հարուստ էր, որպեսզի դուք անոր աղքատանալով հարստանաք։ Մեր Տեր Հիսուսի շնորհքը, նրա շնորհքը իր խոսքի մեջ է, Սուրբ Հոգու մեջ է, իր այրան մեջ է, խաչի մեջ է, հարության մեջ է, իր վերքերի մեջ է, մի խոսքով Հիսուս Քրիստոս աղքատացավ, որպեսզի ամբողջ աշխարհին բոլոր մարդկանց հայտնվի այդ փրկարար շնորհքը, այդ փրկարար ողորմությունը, նա աղքատացել է մեր ամենքի համար։ Նա երկնքի փառքը թողեց, չեկավ այս աշխարհ վայելելու, եկավ մեղքի համար պատարակ լինելու, եկավ մեր մեղքերը քավելու, եկավ մեր հիվանդությունները վերցնելու, եկավ մեզի կյանք տալու, նա մեր Աստվածն է, մեզ որբ չթողեց, մեզ վերստին ծնեց իր խոսքով եւ իր հոգով, եւ այդ փրկարար շնորհքը, որ մեզ հայտնվում է, որ մեզ կխրատի այսօր այս օրերին ովքեր կարող են այդ խրատը վերցնել եւ աշխարհային ցանկություններ ուրանան, ամբարիշտություն աշխարհային ցանկություն ուրանանք եւ զգացությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ։ Աստծո փրկարար շնորհքը, ոնց մեծ զոհությամբ
Աստված իր որդին որպես գառ մորթեց ամեն աշխարհի համար։ Նա աղքատացավ, որպեսզի մենք իր աղքատանալով հարստանանք։ Եթե մենք խորը չենք գիտակցում, չենք հավատում, որ Քրիստոս մորթվել է մեր համար, Էմփշե պսակը գրել է մեր համար, եւ անգամ խաչի վրա, երբ որ հայրը թողեց իրան, նա ճաշակեց կրակի լճի մահը, որպեսզի մեզ ազատեր այդ մահից, հավիտենական մահից, հավիտենական դժոխքից, հավիտենական տառապանքից, նա ճաշակեց այդ մահը։ Այդ ճաշակելուց նա սաստի գոչումով աղաղակեց Հիսուսի սիրո մեջ մենք այդ աղքատությունը պետք է հասկանանք, գիտակցենք, որ ուրանանք մեր անձերը, որ նեղ դռնից ներս մտնենք, նեղ ճանապարհ անցնենք, որ այդ շնորհքը մեզ կարողանա օգնել։ Շնորհքը մարդին օգնում է այն ժամանակ, երբ որ մարդը ուրանում է իր անձը եւ խաչը վերցնում է, նեղ դուռ է գնում, նեղ ճանապարհ է գնում, որպեսզի կյանք ունենա։ Այդպես ասում Հիսուսը։ Նեղ է այն դուռը, նեղ է այն ճանապարհը, որ կյանք է տանում, եւ քչերն է, որ նրանք գտնում են։ Աստված օգնի, որ այդ քչերի մեջ բոլորս լինենք։ Եվ բոլոր նրանց համար եմ ասում, ովքեր լսում են առաջի անգամ, նա աղքատացավ, որպեսզի մեզ կյանք տա։ Նա ամեն ինչ կորցրեց։ Նա որպես Աստված, սիրելի ժողովուրդ, մարդացավ, անձ ունայնացրեց, ծառայի կերպարանք հագավ, մարդկանց նման եղավ։ 30 տարի նա ապրեց երկրի վրա որպես մարդ եւ ոչ մի անգամ ցույց տվեց, որ ինքը Աստված է եւ հրաշագործ է եւ տեզերքի արարիչն է նա։ Իրան զունանացրեց, իրան Աստծուն հավասար չսեպեց։ Մեզ էլ Սուրբ Հոգին ասման նույն միտք ունեցեք։ Մենք էլ մեր անձը պետք է ունայնացնենք, ցածրացնենք, որպեսզի մեր ոչնչությունը հասկանանք, որտեղ Աստված ապրում է կոտրած խոնար հոգիների մեջ։ Նրանց է շնորհքը խրատում։ Շնորհքը ամբարտավաներին, հպարտներին չի կարող խրատել։ Եղբայրներ, քուրեր, մեր բնության մեջ, ինչպես Հռոմեացիս 4-րդ գլխի 4-րդ խոսքում ասում, Աստված ճշմարիտ թող լա, բոլոր մարդիկ սուտ։ Եղբայրներ, քուրեր, մենք հասկանում ենք, որ մարդը ինքը ստության մայրաքաղաք առանց Քրիստոսի, մարդը մեղքի բնությունն է առանց Քրիստոսի, նա կորսված է, նա ոչինչ չի կարող անել առանց Քրիստոսի շնորհքի, առանց Քրիստոսի խոսքի, որտեղ իր խոսքը ունի զորություն սրբելու։ Եզեկիել մարգարության 36 գլխի 25 խոսքում ասում է, ձեր մաքուր ջուր սրսկեմ, որ մաքրվիք, ձեր բոլոր պղծուներից կուռքերից մաքրեմ եւ սուրբ սիրտ եւ խոնար հոգի տամ։ Աստված, այսպիսի Աստված է, նա ուրացնել է տալիս, նա հանում է մեր վրայից մեր պիղծ հին մարդը, ազատագրում է մեղքի գերությունից եւ տալիս է սուրբ սիրտ, խոնար հոգի, որպեսզի մենք մոռանանք աշխարհային ցանկությունները, մոռանանք անբարիշ ցանկությունները, զգաստությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ, մեր միջի մեղքի ցանկության փոխարեն պետք է ծնվի մի նոր ցանկություն, որ ասում է երջանիկ սպասենք են երջանիկ հույսին,
երջանիկ հույսին եւ մեծ Աստծու մեր Փրկիչ Քրիստոսի երևնալուն մեզ տալիս է մի փափակ, մի ցկտում, որպեսզի իր այրան խաչի շնորհիվ մենք հարություն առնենք Քրիստոսի հարության հետ եւ նստցնին երկնավորների մեջ նրա շնորհքը զորություն ունի մեզ ազատելու մեզանից ազատելու մեր ամբողջ ամբարիշտ աշխարհային ցանկություններից որպեսզի զգաստությունով արդարությունով բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ եւ ունենանք կենթանի երջանիկ հույս սիրելի եղբայրներ քուրեր մեր Աստված այսպիսի Աստված է մեր Աստված սիրում է մեզ նա ասում է թող հագում եմ քո ներսը բաց սիրտդ մտնեմ այնտեղ եւ քո միջի ամբողջ մեղքի ցանկությունները խաչը բարձրացնեմ որպեսզի դու զգաստությունով արդարությունով բարեպաշտությունով պաշտես ինձ սիրես ինձ սպասես այն փառավոր երջանիկ հույսին որ շուտով Հիսուսը գալու է եղբայրներ քուրեր մենք վախելու բան չունենք մենք շփոթելու բան չունենք մենք գիտենք մեր Աստված զորավոր Աստված է մեր Աստված ունի մեծ շնորհք մարդին ազատելու ամեն տեսակ վիրուսներից ամեն տեսակ չարիքից միայն թե մենք փափագենք գնալ մտնել այդ այրան շնորհքի տակ խաչի շնորհքի տակ այդ շնորհքը մեզ զորություն կտա ձրի ազատելու մեղքի գերությունից եւ զգաստությունով արդարությունով ապրենք այս աշխարհի մեջ սիրելի հարազատներ եղբայրներ եւ քուրեր մեր Աստված զորավոր Աստված է մեր Աստծուն պետք է գնահատենք եղբայրներ քուրեր գիտեք ինչքան կարևոր է գնահատելը ես նորից եմ ասում իմ հոգու աշխարհը երբ որ բացվել է ինձ Քրիստոսի խաչի տառապանքները ես այդ տառապանքները խորը ինչ որ չափով հասկանում եմ որ նա մորթվել է իմ տեղը ես իրավունք չունեմ ապրելու իմ տեղը ես մի օրինակ բերեմ այդ օրինակը շատ անգամներ քարոզների մեջ ասել եմ երկու եղբայր են լինում մեկ հավատացյալ մեկ անհավատ այս անհավատ եղբայրը շատ մարդասպան ավազակ մարդ ալնում մի օր մի մարդ հասպանածնում շատ դեպքեր առաջարություն գալիս այրնոց շորը եղբոր տունը ասում է եղբայր ջան ինչ կլի փրկի ինձ ասում է հանի քորնոց շորը հագնում է ինք եւ մի քիչ հետո մտնում են ոստիկանները եւ ձերբակալում են մեր հոգեվոր եղբորը եւ տանում են էլ դատաստան չեն անում որոշում են գլխատել եղբայրներ քուրեր այս եղբայրը դահիճին ասում է երկու ժամ հետո ինձ գլխատելու եք խնդրում եմ երկու տող գրեմ ինչ կլինի հասցրու այս ինչ հասցեն եւ գրում է սիրելի եղբայրս ես գիտեմ ինչ հիմար եմ մեռնում ես մեռնում եմ քո տեղը հանուն Հիսուսի ես գիտեմ գնում եմ Հիսուսի մոտ խնդրում եմ ապրի իմ տեղը եղբայրներ քուրեր այդ եղբայրը նամակը ստանալով սրտանց ընկնվածքի վրա ողբում է ավազակները գալիս են ընկերները ասում են գնանք ասում է ես գլխատվել եմ մի քանի օր առաջ ես մեռել եմ ես հիմի պետք է ապրեմ աղբորս տեղը եղբայրներ քուրեր մեր աղբերը մեռել է մեր տեղը եթե մենք ընդունում ենք որ նա աղքատացել է այդպես ցածրացել է այդպես Էնել խաչի մահվան ինչ ահավոր տառապանք ապրել Երանի մենք դա բացվի մեր հոգու աշխարհը մենք գնահատենք դա իր աղքատությունը գնահատենք որ հարստանանք մենք չենք կարա առանց նրա աղքատությունը գնահատելով իր շնորհքից օգտվենք իր այրան շնորհքից
իր խաչի շնորհքից, որ բերել մեր համար Հիսուսը։ Սիրելի եղբայրներ, քուրեր, տեսեք այդ նույն մտքին, երբ որ մարդը հասկանում է այս ճշմարտությունները, Սուրբ Հոգին մարդին սովորացնում է այդ ճանապարհը գնալը։ Եվ տեսեք ինչ ասում Պողոս առաքյալը Կորինթացիս թղթի մեջ, այսպիսի համար կա գրված ճիշտ այդ մտքի վերաբերյալ, որ մի քիչ առաջ պատմեցի։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 14-15 խոսքերը։ Վանզի Քրիստոսի սերը մեզ կստիպի, եթե մենք Քրիստոսի սերը հասկանում ենք, այդ սիրով ապրում ենք, քանզի մեր դատումը այս է, եթե մեկ ամենու համար մեռավ, ուրեմն ամենն ալ մեռան։ Ամենու համար մեռավ, որպեսզի կենդանի եղողներն ալ իրենց անձերին կենդանի չլան, հապա նոր, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։ Մենք տեսնում ենք Քրիստոսի սերը իսկական անկեղծ հավատացյալին ստիպում է, որպեսզի նա ապրի Քրիստոսի փոխարեն, Քրիստոսի համար։ Պողոս առաքյալի նման կարողանանք ասել, ինձ համար ապրելը Քրիստոսը, Փիլիպպեցիս 1:21։ Մենք եկել ենք, որպեսզի մեռնենք, նա ապրի մեր մեջ։ Դրա համար Պողոս առաքյալի ամբողջ փափագը հավատքի կյանքի մեջ, մինչև կյանքի վերջ, պատերազմել է, բարի պատերազմ արել, որպեսզի կարողանա Հիսուսի հետ ապրել։ Եվ ամենատեն Քրիստոսնի մահն ճաշակել, որպեսզի Քրիստոսի կյանքը հայտնվի իր հոգու աշխարհը։ Մենք բոլորս մարդ ենք, եղբայրներ, քուրեր, Պողոս առաքյալն էր այն մարդկանցից, որի ներսն էր, ասում էր բոլոր մարդիկ սուտ են, եւ այդ Պողոս առաքյալը այնպես խոնարհվեց, նա եղել է մարդասպան մարդ, սպանել է հավատացյալներին, սուրբերին, բայց եկավ ժամանակ, տեսեք, ինչպիսի փառավոր, ինչպիսի սքանչելի Աստծո շնորհքը, ինչպիսի կյանք ապարգևել Պողոս առաքյալին, որը գրված է Կորինթացիս 2:11-10 խոսքում։ Քրիստոսի ճշմարտությունը իմ Մերսիդես է, այս է իմ պարծանքս։ Երկրորդ Կորինթացիս 11:10 Քրիստոսի ճշմարտությունը իմ Մերսիդես է, եղբայրներ, քուրեր, տեսեք, ստությունը այնպես է փոխվել, որ նրա մեջ կյանք հալեցվել, իսկ այդ ստությունը հենց նենց մարդի մեջից չի անհետանում, եղբայրներ, քուրեր, մեզի Սուրբ Գիրքը սովորացնում է եւ մի համար կա Սաղմոսներից մեկի մեջ, որ գրված է այդ համարը, ես այդ համարը շատ դեպքերում չէի հասկանում, բայց երբ որ բացվավ իմ մեղքի բնության ստությունը եւ ես հասկացա ինչի համար է գրված այս համարը, ստություն ատեցի ու անարգեցի, բայց քորենքը սիրեցի, 119 Սաղմոսի 163 խոսքում 119 ստություն ատեցի ու անարգեցի։ Այո, եղբայրներ, քուրեր, եթե մենք հասկանանք Քրիստոսի սերը, հասկանանք նրա շնորհքի ճոխությունը, նրա աղքատությունը, ինչպես կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, եթե մենք ուզում ենք ապրել Աստծո հետ, դրա համար Հովանի 12:25-ում ասում է, ան որ իր անձը կսիրե պիտի կորցնե զանիկա, ան որ իր անձը աս աշխարհի մեջ կատի հավիտենական կյանքի համար պիտի պահե զանիկա։ Հովանի 12:25 եղբայրներ, քուրեր, մենք պետք է ատենք, արհամարենք մեր կյանքը, որովհետև մենք պետք է մեր անձերը չսիրենք։ Հայտնության 12:11 խոսքում ասում է, անոնք հաղթեցին գառնուկի այրնովը իրանց վկայության խոսքով եւ իրանց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Մեր պատերազմը, մեր անձի նսեմացումն է, մեր անձի լրիվ մեռնելն ու խաչվելն է ամենօրյա, որպեսզի մեր մեջ գործի իր կենդանի շնորհքը իր ողջ ճոխությամբ եւ մեզ հաստատի ներսի մարդի մեջ Սուրբ Հոգու զորությամբ Պողոս առաքյալը Եփեսացիս եկեղեցում աղոթներ անում, աղոթում եմ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ
հաստատվել ներսի մարդի մեջ։ Այսօր մեզ պետք է հաստատվել ներսի մարդի մեջ, որպեսզի մենք կարողանանք Քրիստոսը ունենալ մեր սրտերի մեջ, նա ապրի մեր մեջ, թագավորի մեր մեջ, մենք եկել ենք, մենք խաչվենք, նա ապրի մեր մեջ, մեր Աստված կյանքա, մեր Աստված սերա, մեր Աստված եկել է մեր հոգու աշխարհում իր թագավորությունը կառուցելու։ Դրա համար հենց առաջի քարոզների ժամանակ Հիսուս ասեց. առաջ խնդրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, մնացած բաները ձեզ կտրվի։ Եղբայրներ, քուրեր, գնացեք այդ շնորհքի տակ մտեք, այդ շնորհքը այնքան ճոխ է, այնքան զորավոր է, որ կարող է ամենամեղավոր մարդին, ամենակորած մարդին, ամենամոլորված մարդին կարող է ամբարշտություն, աշխարհային ցանկություններ ուրացնի, զգացությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրեսնի եւ սպասի մի փառավոր երջանիկ հույսին, որ Քրիստոսի գալուստին մենք սպասում ենք փառավոր գալուստին։ Զորացեք, քաջացեք, մի ետ նայեք, միշտ առաջ նայեք, Հիսուսին նայեք, որ նա ձեր հավատքի առաջնորդն ու կատարողն է։ Այնպես նայեք իր խոսքին, այնպես վստահեք իր խոսքին, որ նա դառնա ձեր հավատքի առաջնորդը, կատարողը, ձեր մեջ կատարողը ինքն է, նա է կատարելու իր կամքը, որտեղ իր խոսքը գնում է, այնտեղ կատարում է փառավոր Քրիստոսի կամքը։ Նրա խոսքը բժշկություն է, նրա խոսքը սրբել գիտի, բժշկել գիտի, կյանք տալ գիտի, նրա խոսքերի մեջ կյանք կա։ Եվ մեր սիրելի Պետրոս առաքյալը ինչ հրաշալի խոսքեր ասել, ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Մեր Տերոջ խոսքերը, այս սուրբ գիրքը, մի պրեզիդենտ Ամերիկայի տեսեք ինչ խոսքեր ասում Աստվածաշնչի մասին, ասում է, ես խղճում եմ մարդկանց, որոնց համար ամենօրյա ընթերցանության գիրքը Աստվածաշունչը չի։ Ես խղճում եմ մարդկանց եւ զարմանում եմ ինչի են մարդիկ իրանց զրկում կյանքից, զորությունից, ուրախությունից, որ չեն շփվում ավետարանի հետ, Աստծո խոսքի հետ, որի մեջ Աստծո շունչը կա, որի մեջ Աստծո կյանքը կա։ Թող Աստված զորացնի մեր, որ մեր հավատքը լսվի, որ նրա ամեն մի խոսքը կյանքի ջուր է, ամեն մի խոսքը կենացած է, ապրենք, վայելենք, որտեղ Քրիստոս ուզում է, որ մենք միշտ ճաշակենք իր խոսքով, մեր կերակուրը, ինչպես Հիսուսի կերակուրը եղել է, հոր կամքը, անգամ խաչի վրա, անգամ այն խաչի տառապանքի մեջ, ասեց ոչ թե իմ կամքը թողնի, հապա քո կամքը, եւ իր հոգին այդ ծանր վիճակի մեջ հանձնեց Աստծո ձեռքերի մեջ։ Հանձնվեք Տիրոջ ձեռքերի մեջ, նայա ձեր Աստվածը, նրան նայեք, նայա ձեզ սպասում հավիտենական սիրով։ Նա ամբողջ աշխարհի մեղքի վարձքը վճարել է, ամբողջ աշխարհի մարդկության, բոլոր ազգերի, բոլոր ցեղերի, բոլորի համար նա գնել է բոլորին, սիրելի եղբայրներ, քուրեր, մեր Աստված խոսում է իր սուրբ գրքով ոչ թե մի մարդի համար, երկու մարդի համար, հապա ամբողջ աշխարհի մարդկության, բոլոր ցեղերի, լեզուների, ազգերի համար է ասում Աստվածաշունչ Մատյանը, եւ ահա կարդամ լսեք սուրբ գրքի մեջ, որ նա գնել է ամբողջ աշխարհը իրանց մեղքերից, վանզի մորթվեցար ու մեզ ծախու առիր Աստծո քո այրնով է ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից ու ազգերից։ Հայտնության 5-րդ գլուխ 9-րդ խոսքում ասում է բոլոր ցեղերից, ազգերից, լեզուներից գնել է իր այրնով գնել է ժողովուրդը, քավել ամբողջ աշխարհի մեղքը եւ քարոզում այսօր նստած հոր աջ կողմում որպես փառած հույսի թագավորների թագավորը մեր հավիտենական Քրիստոսը, մենք սպասում ենք այդ փառած հույսին, թող այդ փառքի հույսը օրեօր բորբոքվի ձեր մեջ, մենք ուրախությամբ սպասում ենք մեր փեսային, մեր փեսան շուտով գալու է երկնքից
եւ մենք դիմավորելու ենք նրան, որտեղ Տիրոջ խոսքում գրված է. մի վախեցեք, թե վերնիկ, պիտի ապրիկ, էնել հավիտյան, շատերը կմեռնեն, բայց կգա օր, հարության օր, երբ որ փողը կնչվի, բոլոր մեռելները հարություն կառնեն ի Քրիստոսը, որ ընջել են, եւ մենք էլ որ ասма ողջ մնացած ենք, անոնցով մեկտեղ, ամպերով պիտի հափշտակվենք Տիրոջը դիմավորելու, այս փառած հույսը թող միշտ իր խոսքի կրակով, իր խոսքի զորությունով, իր խոսքի կյանքի ջրով թող բորբոքվի ու լեցվի ձեր ամենքի մեջ, այս ամենի մեջ փառավորվի, մեծարվի Հայրը Որդին, Սուրբ Հոգին, Ալելույա, ամեն։